Սերգեյ ջան, կրիմինալ իրավիճակը Հայաստանում ահավոր մտահոգիչ է, մենք այսքանի օրը լսեցինք ընդամենը փետրվար ամսվա մեջ 6-ից 9 կարծեմ, եթե չեմ սխալվում, սկզբից 6-էր, հետո էլի ավելացան, նույնիսկ հաշվարկի մեջ ենք խառնվել, սպանություններ, Բաքում, որտեղ երեխաներ են խաղում, մարդիկ իրենց հանգիստն անցկացնում են, կրակոցներ, շենքերից նկարահանումներ մենք տեսանք, Աջափնյակում ինչ-որ իրադարձություններ եղան, հետո լսեցինք Զովենիում երիտասարդ են սպանել, եւ այսինքն կրիմինալ քրոնիկան կարելի ասել այնքան շատ է այսօր, որ լրջորեն անհանգստացնող է մարդը, եթե ժամանակին Բաքում հիմնական խնդիր էր քննարկել, թե օրինակ ավտոմեքենան ինչպես իմ գարաժի դեմը փակել, այսօր լուրջ քննարկում է, թե ողջ կմնանք տնից դուրս գալուց, թե չէ։ Ես կասեի ոչ միայն ողջ կմնանքը, այստեղ արդեն խնդիրը համակարգային է, այլ ոչ թե մենակ ներանձնական։ Այստեղ խնդիրը կանգնում է նաև դու երեխուն դպրոց կարող ես ուղարկել, թե ոչ, որտեվ Գյումրիում կանգառում երիտասարդին են սպանել, կանգառումն են, այսինքն ու նույն պահին կարող է քո երեխան լինի կանգառում սպասելով տրանսպորտ դպրոց գնալուց կամ դպրոցից վերադառնալուց ու ինչ որ ձյաձյաներ հաշիվ մաքրեն իրար հետ ու երեխան տուժի։ Մենք տեսնում ենք, որ այն անվտանգության զգացողությունը, որ միշտ Հայաստանում եղել է, մենք հպարտացել ենք, չէ՞, նույնիսկ տասնյակի մեջ ենք եղել, որպես ապահով գիշերը կարող էր դուրս գալ, որևէ խնդիր չկար, այսօր այդ զգացողությունը չկա, տագնապը վատ լուրերը այնքան շատ են, որ մարդիկ ուզում են հասկանալ լավ, ինչի է այսպես։ Համակարգայինի հետ համաձայն եմ, կարող ենք փորձել պարզել, թե ինչի է այդպես։ Օրինակ, իմ մոտ զգացողությունն է, որ այն ժամանակ, երբ որ միշտ կար արտաքին վտանգ, մեր հասարակությունը ինչ-որ իմաստով կոնսոլիդացված էր ներսում, բայց հիմա այդ պայքարը ատելությունը տեղափոխվել է Հայաստանի ներս, մարդկանց մեջ ընտանիքներ եւ դա նաեւ այն ընդհանուր մթնոլորտն է ատելության, որ գեներացվում է արժեքների դեմ, ավանդական արժեքների դեմ։ Կարող է նաեւ ամենաթողության վարկածը ստեղ մեծ դեր է խաղում, քանի որ անպատժելիություն կա։ Անպատժելիություն միանշանակ, օրինակ մենք կարող ենք խոսել թվերից, հենց պաշտոնական թվերից, վիճակագրությունը ինչ է ասում։ Ընդհանուր հանցագործությունների թիվը նվազել է, բայց երբ որ մենք նայում ենք, պարզվում է, որ ծանր հանցագործությունների, հրազենով, թմրանյութերի շրջանառություն, մահափորձ, նման բաներ ավելի են շատացել 20-ից մինչև 40%-ով։ 20-ից 40% դրանք աճել են մենակ վերջի տարվա ընթացքում։ Համեմատած նախորդ տարվա։ Իսկ եթե մենք համեմատենք տասնյակ տարիներ, ապա պատկերը ավելի մտահոգիչ է։ Կրկնապատկվել է, որովհետև մենակ 25 թվականին եղել է 90-ից ավել հրազենային զենք օգտագործելով կրիմինալ գործողություն, տենց կարելի ասել, հա։ Քանի որ նույն հափշտակությունը, նույն գողությունը եւ այլն, եթե զենքով են օգտագործում, ինքը արդեն համարվում է ծանր հանցագործություն։ Այսինքն վիճակագրությունն ունենց օրինակ հավգողացողների թիվը պակասել է, բայց սպանությունների թիվը ավելացել է։ Այսինքն այն ոչ ծանր բնակարանային գողություն, դրանց թիվը կարող է նվազել է, բայց իրանք այնպես են դա ներկայացնում, ծածկելով դժվար են ծանր հանցագործությունները, նույնիսկ բացահայտումների առումով նաև քաղաքականացված սպանություններ գոյություն ունեն այս վերջին տարիներին, որը ավելի մտահոգիչ է։ Բայց շատ զարմանալի է, գիտես, եթե նայենք պետական պրիզմայով, չէ, քանի որ պետությունն է մեր մոնոպոլիստը ուժ կիրառելու եւ սեփական քաղաքացիներին պատժելու, տենց ասենք, հա, պատժելու գործում։ Այսօր այդ ֆունկցիան վերցրել են թաղի տղեկը, որովհետեւ երևի թե այստեղ խնդիրը որն է, որ չկա վստահություն իրավապահ համակարգի հանդեպ, որովհետեւ իրավապահ համակարգը դարձել է գործող իշխանության անվտանգության ապահովող, այլ ոչ թե քաղաքացիների շարքային։ Այսինքն մենք տեսնում ենք, որ իշխանությունը, վարչապետը, տարբեր մարդիկ ինչ որ այց են անում, մի ամբողջ գվարդիա, չգիտեմ, ԱԱԾ, ոստիկանություն Միգուցե հենց այդ պակասում է երևի նավատորմը ինչ որ ձև ուղեկցի, ուղղաթիռները, ինքնաթիռներ ուղեկցի, ջրային գվարդիա արդեն ունենք, որը Սևանում ապահովում է մեր դավաճանին խորոված սարքել, երբ որ Աննան ուզում է խորոված, ինքը գնում է խորոված սարքելու, ջրային գվարդիան կղզին ապահովում է։ Այսինքն այդտեղ լիարժեք ապահովում է, բայց քաղաքացիների զգացողություն անվտանգության չէ, որտեղ իրավապահ համակարգը զբաղված այլ խնդիրներով։ Եվ տեղի ունեցան իդեպ հետաքրքիր է պաշտոնանկություններ, եւ այդ պաշտոնանկությունները ոչ թե գլխավոր պաշտոնյաների պատասխանատվություն, ոնց որ ուզում են բարթեն ցածր օղակի։ Բարթում հասկանում ես, ես մի քիչ ուշադիր կարդացի լուրը,
մի հրամանով 3 փոխնախարար գործից ազատվում են, ժամեր անց մյուս հրամանով նույն փոխնախարարները ընդունվում են գործի որպես խորհրդական եւ օգնական։ Հա, թե ոնց Այսինքն իրանք այսինքն ով ծախողվել է ենթադրաբար, ինքը շարունակում է խորհուրդ տալ, թե ոնց ծախողվել, հա։ Շարունակելու է կառավարել նույն ոլորտները, ուղղակի պատասխանատվություն չի կրելու, քանի որ ինքը ընդամենը խորհրդականն է։ Ստանալու է համարյա թե նույն աշխատավարձ եւ այլն եւ այլն եւ այլն։ Մարդը մնում է համակարգում, իրանք չեն շպրտում։ Այսինքն դա ինդիկատոր է, որ մեծ հաշվով իրանք թքած ունեն այս երևույթների նկատմամբ, միայն իրանց անվտանգությունն է իրանց ուզում եւ հասարակական այդ լուրջ անհանգստությունը բացարձակ տեղ չի գտնում։ Բայց արի պատճառներից խոսենք, համակարգային ասացիր կիսատ մնաց, գիտես։ Մեկտեղ դրա հետ ամբողջի հետ մեկտեղ չի կարելի ասել, որ համակարգը թերգնահատված է։ Մենակ ոստիկանության ներքին գործերի նախարարության բյուջեն վերջի 5 տարվա կտրվածքով աճել է 4 անգամ, 4 անգամ, ոչ թե 4%-ով, ոչ թե 40%-ով, 4 անգամ։ Այսինքն պետությունը փող է դնում, բայց հանցավորության թիվը չի նվազում, միայն մեծանում է իրենց անձնական անվտանգությունը իշխանությունը։ Այո։ Այսինքն այն ատելությունը, որը տարվում է հասարակության մեջ, սևեր սպիտակի բաժանում, թշնամանքը դրսից մտել է ներս, մարդկանց տներ, իշխանական ես, ընդդիմադիր ես, հոգևորականությանը եկեղեցուն աջակցում ես, չես աջակցում, դրանով նաև արժեզրկելով են ավանդական արժեքները, որոնք կան, մարդիկ չունեն հեղինակություններ, ըստ էության։ Իրենց ինքնությունը կապված մեր ավանդական անկալման հետ, հա, մեր ինքնության, որտեղ կար ինչ-որ ամոթի զգացում, որտեղ կան բարոյական նորմեր զսպելու, դրանք լրիվ ջարդվել են։ Միաժամանակ չկա վստահություն պետության նկատմամբ, որտեղ ինքը օրվա իշխանության ծառան այլ ոչ թե ժողովրդի եւ հասարակության, քաղաքացին մարդը որոշում է, որ ինքը պետք է իր ձևով այդ հարցերը լուծի, զենքով եւ թքած ունենալով, որ այդտեղ կան երեխաներ, հասարակական վայր է, այսինքն մեծ հաշվով մենք գործ ունենք ապապետության երևույթի հետ, որը հենց Նիկոլ Փաշինյանն էր հաճախ շեշտում, բացակայության պետության եւ իմ մոտ օրինակ ասոցիացիաներ են առաջանում, որ երկրներում է այդպես եղել, որ, այսինքն կա արդյոք նմանություն, ինչու է այդպես, որ տնտեսական զարգացում այս բաներ են շեշտում, բայց կրիմինալ իրավիճակը խորանում է, դա ինչի՞ց է։ Կոլումբիայում էր, երբ որ թմրանյութ էին ծախում։ Մեքսիկայում օրինակ, երբ որ երկրի ղեկավարությունը ինքը իր տարածքները չի կարող վերահսկի, ստեղծվում են կարտելներ, ու թմրանյութերի շրջանառության աճն էլ երևի թե դրա հետ կապ ունի, այսինքն ինչ որ մարդիկ դա հանցավոր խումբեր չէ, ոնց որ վերջերս բացահայտվեց, հա, որ ինչ որ ապրանքներ էին բերում եւ մաքսանենք ճանապարհով վերավաճառում, այսինքն ստեղծվում են օջախներ, հանցավոր օջախներ երկրում, ու պետությունը դրանց նկատմամբ կանխիչ միջոցներ չունի։ Դա ստիպում է մտածել, որ արդյոք չկա հովանավորչություն այդ հանցավոր խմբերին կամ կոնկրետ ոլորտներին, նույն թմրանյութերի, որտեվ օդում կախված լուրերից որոշ քաղաքական գործիչները բավականին հետաքրքրված էին օրինականացմանը թմրանյութերի վաճառքի օգտագործման։ Դա էլ դեր է խաղում, մարդիկ իմանում են, որ ամեն ինչ թույլատրվում է։ Եվ երբ որ միաժամանակ բարձր պաշտոնյան ասում է դրա մեջ վատ բան չկա, ու բարձր պաշտոնյան ասում է, հա, իմ կողմնակիցը կարա համացանցում օգտագործի ոչ հարիր կնոջը կամ հարիր տղամարդու բառապաշար ու դրա համար չտուժվի ոչ մի ձև, բայց ինձ ինչ որ մի բան ասողը արդեն կես տարի կարա նստած լինի։ Ու մենք տենց ունենում ենք քաղբանտարկյալներ, ու մենք տենց ունենում ենք արդեն բաժանում ոչ թե սև ու սպիտակի, այլ բաժանում հավատարիմ ու չհավատարիմի վրա։ Իդեպ մի բան էլ ասենք, համաձայն ես, որ երբ մարդը չունի ապագայի լավ հույս, այսինքն երբ է ինքը ինչ-որ բանի դիմում, հուսահատ քայլերի, երբ որ ինքը չունի ապագա, ինքը ինչ է դառնում նահարկաման։ Կամ երբ որ դանակը ոսկորին է ասնում, էլի, ժողովրդի լեզվով ասած, դանակը ասում է ոսկորին։ Ինքը չունի լավ ապագայի հույս։ Ինքը ընդհանրապես այդ վատ երևույթները, թմրամիջոցներ, կրիմինալ իրավիճակի աճը գալիս է այնպես, որ հատկապես երիտասարդների մեջ է, չէ՞, մենք տեսնում ենք այդ դեպքերը։ Իրանց մոտ կա նիհիլիզմ կոչվածը, ապագայի հանդեպ վատ ակնկալիքներ,
որովհետև եթե ինքը լավ հույս ունենա իր երկրի ապագայի, իր ընտանիքի, իր հասարակության, ինքը նման քայլերի չի դիմի, ինքը կգնա կզբաղվի նորմալ գործերով։ Չկա բարոյական զսպող մեխանիզմ։ Ու մարդը տեսնող, որ ամեն ինչ թույլատրված է։ Կարաս այսօր մի բան ասես, վաղը կրուտիտ լնես։ Հետո այդ կրուտիտ ինքը որոշում է, օրինակ, նաև մենք այդտեղ հարցերը փաստորեն վերադառնում ենք այն ժամանակները, երբ որ Խորհրդային Միության նկատմամբ էլ չէ, ասենք ոստիկանի հանդեպ առհամարանք կար, այսինքն ինքը գողական մշակույթը նկատի ունեմ, ավելի է հիմա այն քրեական մշակույթի դեմ իբր պայքարը մենք կարող ենք արձանագրել, որ ենթամշակույթի այդցան չէ կոչվում։ Ցախողված է, որովհետև մարդիկ վերադառնում են հարաբերությունները անձնապես պարզելու, ոչ թե դիմելու իրավապահներին, դատարաններին, այսինքն չկա այդ վստահություն։ Որտեղ հեղինակազրկված է, հեղինակազրկված է, հա։ Այստեղ հետաքրքիր, երբ որ մինչև մեր հանդիպումը ուզում էի հետաքրքրվում էի, ես այդ ենթամշակույթով ընդհանրապես չեմ ապրում ու չեմ հասկանում իրան, որ չեմ անցալում որպես իմ անձնականը։ Չնայած ժամանակին ինքը ուներ լավ բաներ։ Օրինակ հենց այդ խոսքի համար պատասխան տալու ինստիտուտը, որը փողոցային էր, չէ, աչոտ տալու ինստիտուտ կար։ Դա էլ է վերացել, այսինքն մենք ինչ որ առումով այն էլ է այլասերվել։ Այդ դրա մասին գիտես, որ պայքարը մղվում էր ոչ թե ենթամշակույթի դեմ, այլ ովա տիրելու այդ ենթամշակույթը։ Ովա կառավարելու ոնց։ Այո, ում համար 10 ումա ծառայելու այդ ում համար 10-ով կանեն։ Հա, ընտրություններից առաջն է։ Այո։ Դրա համար ասել, որ ձախողվել է պայքարը, չէ։ Նո, իրանց հրճակած բնականաբար։ Հրճակածը ձախողվել է ամբողջականությամբ։ Շարունակելով քո թեման, որ դու ասեցիր, ժա, մարդիկ նախընտրում են չդիմել ոստիկանին, իսկ դա ինչի՞ց է գալիս։ Ինչի մարդը որոշեց, որ ոստիկանը այլևս հարց լուծող չի, եթե ամենագլխավոր ամբիոնից պետական մարմինները գոռում են, ճղում են իրանց, ասում են, որ դու պաշտպանված ես, դու ունես ոստիկանություն, դու ունես սահմանադրություն, դու ունես լավագույն օրենքներ ու դու ընդհանրապես բաստիոնում ես ապրում, դեմոկրատիայի բաստիոնում։ Ինչի մարդը նախընտրում է չդիմել ոստիկանություն։ Դու ում չի հավատում այդ ամեն ինչ։ Տեսնում եմ, որ ինքը կարա հարցեր լուծի դրանից դուրս, որովհետև կա նախանպատժելիություն, երկրորդն էլ չի վստահում։ Իսկ կարանք ասենք, որ ինքը չի վստահում, որովհետև իր սեփական աչքով տեսնում է, որ նույն արարքի համար մի մարդուն նետում են բանտ ամիսներով, իսկ ուրիշ մարդը շարունակում է իր արարքները։ Դե ընդհանրապես դա նորմա արդեն դառը, այդ երկակի ստանդարտներն ու քաղաքականացված որոշումները կաթողիկոսին օրինակ մեղադրանք են առաջադրում ինչ որ մեկին կարգալույց անելու համար, հիմա ճիշտ արես խալը արե թո եկեղեցու մեջ չդի որոշվի, որտեղ իրաց ներքին գործն է, հա։ Բայց ANIF-ի ֆոնդով բազմամիլիարդանոց դրամներ ու դոլարներ են կորում, ինչով այսօր որևէ պաշտոնյա դրա համար պատասխան չի տվել։ Այդ ամենը չտենում է, չէ՞, մարդը հասարակ ժողովուրդը լուրերով էլա տեսնում, որ ասենք ով որ պրոիշխանական անպատժելիություն է, որ ընդդիմադիր է, մի խոսքի համար այդում նստում է։ Խոսքի համար, ոչ թե գործողություն։ Տենդենսն է։ Երբ որ արդարադատությունը զանգով է որոշվում կամ WhatsApp-ի չաթով է որոշվում եւ երբ որ երկրի, հա, կառավարության ղեկավարը ասում է արդյոք կա գոնե մեկ դատավոր, որ իմ արածը չանի այս երկրում։ Դե արդյոք դա սահմանադրական։ Եթե կա ինքը ինչ որ ձևով հեռացվում է, հետո բարձում։ Ըստ իս դա սահմանադրական կարգի տապալման քայլերից մեկն է։ Դե արդեն սահմանադրությունը այնքան է տապալվում, արդեն որոշել են նորը գրեն, որ էլի տապալեն, թե որը Ալիևին ավելի հարմար կլինի։ Թե Ալիևին նախ պետք է հարմար լինի, բայց նաև իրանց չէ պետք է հարմարացնեն։ Եվ Ալիևն ու իրանք ոնց որ թե մի բանում են, հավաքականում են, իսկ հայ ժողովուրդն ու Հայաստանը լրիվ այլ հավաքականում են։ Եվ էլի արտացոլել մարզիչն Էրդողանն է, թե սրբիչով կանգնած է։ Էրդողան տարբեր, նայած եմ, ասում ժամ վախտը գիտի էլի։ Կարող է մի օր Պուտինը մի քիչ ուժեղանա, ինքը նորից սկսի դիրիժորություն անել։ Բայց դե ռուսները զբաղված են, հիմա սա թուրքերի կուրացիայի տակ է։ Ու Նիկոլը դրանից ոնց որ թե հաճիկ է ստանում, նա դժգոհ է դրանից։ Ցավոք սրտի մենք խոսում ենք նաև մեր երկրի ղեկավարության մասին եւ հա, այսինքն մենք ինչքան էլ չփորձենք զուտ իրավական առումով նայել չի ստացվում, որովհետեւ դա իրավական խնդիր չի, մեծ հաշվով։
Դա համակարգային այդ ամբողջ քաղաքական, բարեհոգեբանական, այսինքն որտեղ արժեզրկվում է այն ավանդական ինստիտուտները, որոնք ասում եմ, երբ որ իրավական ինստիտուտները թերանան, այդ ավանդական ազգային ինստիտուտները, ընտանիք, եկեղեցի եւ այլն, իրանք են զսպող թեկուզ այդ փողոցային բարքերը, ինչ որ կիսա քրեական, ինչ որ զսպող դեր էին խաղում, այդ ամեն ինչը ջարդվել է։ Ու հիմա քանի որ պետությունն էլ իր տեղում չի, առաջանում է անարխիայի նման մի բան, դուրս ես գալիս բալկոն, ծնում ես երեխեքը իրար կրակում են։ Զենքը որտեղից իրանց, այսինքն զենքի նկատմամբ էլ չկա նորմալ վերահսկողություն։ Զենքը ազատ շրջանառվում է մեր երկրում, կրակոցների տեսքով հրազեն է, այսինքն։ Մարդիկ այն ժամանակ վախենում էին մետրո մտնեին այսքան դանակով, որտեղ գիտեին, որ արագ ինչ-որ բան կա։ Հիմա զենքով բակերում ֆրֆռում են։ Իսկ կարանք մենք Պապոյանի ասածը, ճիշտ եմ ասում, Պապոյան էկոնոմիկայի նախարար։ Հա, Գևորգ Պապոյան։ Հա, իր ասածը ոնց որ վերաձևակերպենք եւ ասենք, եթե իրանք չընտրվեն, այդ երկրում չեն լինի սպանություններ փողոցում, կանգառներում եւ բակերում։ Դե իրանց օրոք քանի որ դա կա, եթե իրանք չընտրվեն, չի լինի բաժանում սևերի ու սպիտակների։ Եթե իրանց նմանները չընտրվեն նաեւ, մենք կարող ենք sense ասենք, որովհետեւ եթե օրինակ իրանք չընտրվեն, բայց իրանց նման այլ ուժեր, իրանց հարող այլ ուժեր, որոնք կիսում են իրանց արժեքները, իրանց պատկերացումները, կարող է նույնը լինի։ Իսկ մենք պետք է հստակ առանձնացնենք, ինձ թվում է ոչ միայն անձերին, իրանց արժե համակարգը, իրանց ուղին, իրանց անցած ճանապարհը։ Մարդիկ կան այսօր, որոնք ընդդիմությունը ներկայանում, բայց բոլոր առումներով արդարացնում են այս քայլերը, այս որոշումները, այս ամեն ինչը։ Այսինքն ֆոն են ստեղծում։ Պետք է հասկանալ դու առանցքային հարցերում ինչ դիրքորոշում ունես։ Սկզբունքների մասին պետք է խոսալ, արժեքների մասին խոսալ։ Իհարկե ոչ տենց հռչակագրային, իրանք էլ են շատ բաներ խոսում։ Բայց քո կենսագրությամբ, եթե դու փողոց փակելով ապօրինություններով եկել ես, համադրություն խախտելով եկել ես իշխանության մեծ հաշվով, ու այսօր էլ ասում ես ձեր դուրները չի գալի գնացեք հեղափոխություն արեք, ուրեմն դա է քո արժե համակարգը, դու թքած ունես համադրության օրենքների վրա։ Եթե դու ուզում ես ժողովրդի կարծիքի իմանալ, պետք է հանրաքվեի դնես։ Դե ինքը խոստանում էր, որ դա կարգավորումը չի կայացնելու առանց ժողովրդի այ կամ չէի, իսկ հետո ստացվեց այդպես որ ժողովուրդ ջան սսկվի սուսնի։ Հա, չես ուզում դուրները չի գալի, իմ նման հելեք օրենքը խախտելով, դուր ջարդելով ռադիոտոն, այն ժամանակվա իշխանությունը թույլ էր չդիմեց կտրուկ քայլերի, կարող է դիմեր եւ լիներ արունահեղություն, դրա համարով էր պատասխան տալ, որտեղ օրենքի տառին համապատասխան գրոհը պետական շենքերի ԱԱԾ-ն իրավունք ունի կրակ բացի զգուշացնելուց հետո, եթե չընդհատվեցիր։ Օրինական պահանջին, չէ՞, իրավապահները նույնպես հանցագործությունը։ Իր այդ ինքը դա այդ ձևը նաեւ պատկերացնում իր իշխանությունից հեռացումը ապօրինի ճանապարհով։ Իսկ կարող է ասում եմ դուրները չի գալի, հեղափոխություն արեք։ Բայց չէ, ասում օրինակ այս հարցում ժողովուրդը եթե վստահություն չկա, դնեմ հանրաքվեի, որտեղ օրենքը տալիս է այդ հնարավորությունը։ Կամ ասում է սպասեք ընտրություններով ինձ բան անեք։ Քանի որ վաղուց կորցրել է լեգիտիմությունը եւ ինքը եւ իր կուսակցությունը եւ իրանց հարող ուժերը, իրենք կորցրել են լեգիտիմությունը, իրենք այլևս քաղաքական ուժ չէ։ Իրենք ֆիզիկապես ուժ են ներկայացնում, քանի որ ուժայիններն են իրանց կողքին, իրանց ֆինանսավորման տակ մեր հաշվին։ Ինքը հանրաքվեից վախում է։ Հանրաքվեն դա ընտրություններ չեն, տեղական ընտրություններ չեն, որտեղ կարաս դա վստահության ինչ որ բան է, այսինքն դու չես անznավորում, դու թեմա ես բարձրացնում, ու ժողովուրդը կարա իր ռեալ դժգոհությունը արտահայտի։ Դրա համար վախում են, դրա համար այսքան ժամանակ ցանկացած լուրջ հարցի վերաբերել մի հատ այդ օրենքը այդ իրեն ժողովրդավարության նորմա, որ եթե կա լուրջ խնդրեմ, պետք է լինի հանրաքվե, հա։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ բաստիոն կոչվածը լրիվ ֆիկտիվ է։ Ու ինչպես էկոնոմիկայի նախարարն էր ասում, որ իր հայկական լինելը ֆիկտիվ էր, մենք տեսնում ենք դա արժե համակարգ է։ Այն ժամանակ իրան պետք էր հայկական էր, հիմա պետք չի ֆիկտիվ էր։ Եվ իրանք ինքան սիրահարված են, որ ասում են մենք չլինենք, լավ բաներ չի լինի։ Բայց արդյոք դրանք լավ բաներ են։ Չգիտեմ։ Խաղաղություն, այսինքն ես կարող եմ այսպեսի հարց տալ, ո՞ւմ է պետք է խաղաղությունը, որ կախված է Գևորգ Պապոյանից։ Բայց ուրա խաղաղությունը, որը կախված է։ Հենց դա իրանցից էլ կախված չի։ Իրանք ասում են պատերազմը մենք չենք, մեզնից չէր կախված։ Իրանք են բերել։ Հա, ասում են նախկիններն էին, աշխարհներ, սաղ մեղավոր էին, այդ հարցում իրանք իրանցից չէր կախված, բայց խաղաղությունը հիմա իրանցից է կախված։ Ոնց է տես լինում։ Դենց որ շարունակենք, մենք կսկսենք արդեն դիագնոզներ դնել, բայց ես ուզում եի
պլեբիսցիտի հետ կապված մատնանշել արդարադատության նախարար ինքնահավան մի կերպար, որը ուրախ էր, որ ինքը ստացավ 8 միլիոն արգելավճար։ Հա, $200,000 ստանա ինչա որ մի հատ չստանա։ Ինքը հայտարարեց, որ ընտրություններից հետո պատրաստ կլինի արդեն իրական այդքան վստահ են արտասանում որ կլինի հանրաքվե սահմանադրության հետ կապված բայց իրենք ուղղակի մոռանում են որ հանրաքվեի կայացման համար անհրաժեշտ է 50+% մասնակցություն որ հանրաքվեն կայանա եւ իրանք վերջի ոչ մի ընտրություններում չեն ապահովել 40% մասնակցություն ընտրողների ոնց են դա անելու ոնց անարել նախկինները այսինքն կոստյումը լավ հավեսով նստել ու օգտագործում Ձեր կմտածեն հիմա տեսնում ենք որ բերում են փոփոխություններ են երբեմն կատարում որ նույնիսկ տեղեկել չի ժողովուրդը ենթարարական ակտերով լրացումներով օրենքներում համանդրական օրինակ բանը ոնց փոխեցին ԲԴԽ-ի հետ կապված թեմակարգ չէ կոവിഡ്ի ժամանակ իրանք ունեն համանդրական մեծամասնություն հա մի խոսքով լուծում կգտնեն որը կրկին ժողովրդավարության հետ որևէ աղերս չի ունենա վերջին հաշվով կեղծեն այդ ամեն ինչը որովհետև մենք տեսնում ենք որ կեղծելը սուտ խոսալը բացարձակ խնդիր չի իրանց համար այսինքն արժե համակարգ կեղծիք սուտ անվտանգության իսպար բացակայում եւ պատասխանատվություն ապա պետություն էլ ոնց է լինում ուղղակի մեր ժողովուրդը շատ համբերատար է այն իրավիճակը որը լիներ այլ ժողովուրդների հետ երևի կտրակեր ինչպես տրակելը դա օրինակ նաեւ Լիբանանում թեկուս Լիբանանը ժամանակին համարվում էր Մերձավոր Արևելքի Շվեյցարիա կարգին երկիր էր հետո քաղաքացիական պատերազմն այդ ատելությունով այդ ամեն ինչ այդ հանցավորության այդ կարտելների առաջացումը զենքի անվերահսկելի այդ հասարակության մեջ եւ հա նաեւ այդ կոռուպցիան հետո քանդեց այդ երկիրը ու մենք տեսնում ենք որ մեծ հաշվով այն ամեն ինչ որ խոստացվել է, այսինքն այն ամեն ինչը ինչի համար իբր արվել է հեղափոխություն, բացարձակապես որևէ ավելի խորացել են արատավոր երևույթները, որ եղել են։ Մեր ժողովրդի մեջ ուղղակի կա ապաթիա, որը պատերազմի հետևանքն էր։ Պատերազմի եւ 10 տարի շատ բուրըն քաղաքական կյանքի կարելի։ Եվ այն որոշակի տնտեսական բոնուսները, որ եղել է էլի ոչ այս իշխանությունների շնորհիվ, այլ ռեէքսպորտի, միգրանտների գալու փող բերելու, փող հանելու Ռուսաստանի ու Ուկրաինայի թեմայով փափուկ բարձ է դրել, բայց մենք տեսնում ենք, որ դա երևում է հենց այս վիճակագրությունների մեջ կրիմինալի, որը գնալով խորանում է, չի մեղմվում։ Վիճակագրությունն են հենց փոխել այդ թվաբանության մեջ, որ ցույց տան, որ իբր նվազում կա։ Ու իրանք էլ ասում են մենք փոխել ենք վիճակագրություն, որովհետև նենց է լինում, որ մի քանի տարի առաջվա հանցագործություններ էին մտնում այս տարվա վիճակագրության մեջ։ Բայց դու պետք է նայես քո կառավարման շրջանում, դու ինչես վերջին տարիում համեմատելով 24-ի հետ, 25 թիվը, փորձում sense մի ձև լավ ցուցանիշ ցույց տալ, երբ որ ամբողջ 8 տարվա կտրվածքով ահավոր է պատկերը։ Լավ, ինչ որ իմաստով դիագնոզ արեցինք պատճառները, լուծումը որն է։ Արդյոք համակարգային փոփոխությունները պահանջում, իշխանափոխությունը դրա լուծումն է լինելու մեխանիկորեն, թե պետք է արժեքներ ունեցող մարդիկ գան, այլ տեսակի արժեքային համակարգ լինի, որ այդ ամենաթողությունը, պատժի ինստիտուտը ոնց պետք է լինի, էլի, որովհետև առանց պատժի չկա պատասխանատվություն մեծ հաշվով։ Դե ըստ մեր սահմանադրության միակ պատժիչ մոնոպոլիստը դա պետությունն է, որը իսկ քանի որ պետությունը ժանտախտում է, հա, մանրեազերծում, ախտահանում եւ դրանից հետո սկսվի բուժում։ Իմ համար միակն է, այսինքն մենք պետք է այդ վնասակար մանրեները, մանր խմբակները հանենք ու մասնագետներ լինեն։ Ես վստահ եմ, որ ոստիկանների մեջ կան մասնագետներ։ Իրանք ներքին դժգոհություն ունեն։ Իհարկե, ես վստահ եմ, ես շփվել եմ հետները։ Ես գիտեմ, որ որոշ մարդիկ, ովքեր ստիպված են ծառայում ոստիկանությունում, հիմա այս պայծրությամբ մնացել են, չեն դուրս եկել։ Իրանք պրոֆեսիոնալ են։ Ոչ բոլորն են գումարի հետևից եկել, հա, ոնց որ բարեկները հիմա ստանում են ավելի մեծ գումար, քան թե պոստերում կանգնած մեր տղեկը, ինչը նոնսենս է, անհնար է։
բայց մեր մոտ տենց է։ Կան պրոֆեսիոնալներ, որոնք կարող են ուղղորդել եւ կարող են առաջ կանգնել այդ բարեփոխումների։ Այսինքն ինստիտուցիոնալ խնդիր կա, որ թողնել համակարգը աշխատի իր մասնագետները, ոչ Չխանգարել։ թե անընդհատ, հա, իրան քաղաքականացնել, դարձնել սեփական կամակատար։ Լավ, եթե եզրափակելուն, հա, ինչով կարանք եզրափակել մեր այսօրվա հաղորդումը, որ գոնե մի քիչ հույս տանք մեր ընկերներին եւ իրանք ուզենան բաժանորդագրվեն, կոմենտեն, տարածեն։ Սելի հայրենակիցներ, եթե հավանել եք անպայման բաժանորդագրվեք, տարածեք, ձեր կարծիքը արտահայտեք, ձեր առաջարկությունը, դուք ինչ եք մտածում այս թեմայի վերաբերյալ, որովհետև իսկապես օրհասական թեմաներ են սրանք։ Մենք կարող այսպես ուղղակի խոսում ենք, բայց ձեր հետ պատահի նման մի դուք ականատես լինեք փողոցում նման մի իրավիճակի։ Մենք բոլորս, ես ասում եմ, ինքս հասարակ բան է, որը ախր պատերազմից շատ զոհեր են տալիս, հենց միայն ավտոտրանսպորտային այդ պատահարները, որոնք բոլորիս ամեն օր պատահում է, դա ընդհանրապես օրինակ եմ բերում, որ ցանկացած մարդու հետ այսօր կարող է պատահի դժբախտություն, դա դառնում է իր անձնական դժբախտությունը, բայց մեծ հաշվով դա պետության դժբախտությունն է, որտեղ համակարգային խնդրեմ է։ Դա ինչ որ մեկի թերացումը չի, դա համակարգի թերացումը։ Ու պետք է հասկանալ, որ այդ համակարգը առանց արմատապես փոխելու հնարավոր չի ուղղակի լավ բան սպասել։ Խորանում է այդ ատելության, այդ թշնամանքի մթնոլորտը պետք է մեր երկրից վերացվի։ Ով որ բերում է այդ թշնամությունը, այդ ատելությունը միմյանց մեջ, իրաց պետք է ուղղակի մերժել այդքան։ Եվ կրկին հավանեք, բաժանորդագրվեք, տարածեք եւ ակտիվ եղեք, որ դուք լինեք պաշտպանված, որտեղ եթե դուք ակտիվ եք, ձեր մասին իմանում են, մենք ենք իմանում ձեր մասին, դուք եք իմանում մեր մասին եւ լրացնել այս կամ այն միջադեպը այլևս անհնար է։ Ինձ թվում է այդ կլինի լավ բաղադրատոմս։ Հա, նաեւ դեր կանգնեք ձեր իրավունքներին, մի վախեցեք ու մի անպայման չի քաղաքականացնել։ Մենք տեսնում ենք ուղղակի, որ սա իսկապես լրջագույն խնդրեմ է, ու այդ մասին պետք է խոսալ, շատ խոսալ, որովհետեւ ինչքան մատների արանքով են նայում, այնքան հանցագործությունները ավելանում են։